Եվ այսպես Մոսկվան ուրվագծել է այն արժեքը, որը Հայաստանը պետք է եւ հնարավոր է վճարի Եվրոմիության ինտեգրման, Եվրոմիության հետ ինտեգրման շրջանակներում։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք ինչի ականատես եղանք ուղիղ եթերում փաստացի Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաների միջև դիվանագիտական փոխհրաձգության։ Մի կողմից մենք տեսանք Սերգեյ Լավրովին, մյուս կողմից մենք տեսանք Ալեն Սիմոնյանին, բայց մենք պետք է նշենք հետեւյալը, որ գլոբալ առումով Սերգեյ Լավրովը չասեց որևիցե մի բան, ինչը դեռևս այսօր առավոտյան հրապարակված հարցազրույցում չէր ասել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, մարդ, ով ամենակարևոր ռուսական պաշտոնյաներից մեկն է, ով պատասխանատու է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների ներկայիս կոնֆիգուրացիայի համար։ Ինչ է ասում Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը։ Նա ասում է, որ այսօր ընտրությունը դեպի Եվրոմիություն, ինչի մասին խոսում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները, դա ոչ այնքան ընտրություն է, օրինակ, հօգուտ տնտեսական զարգացման կամ ընտրություն հօգուտ տնտեսական պրոյեկտների, այլ սա աշխարհաքաղաքական ընտրություն է, աշխարհաքաղաքական ընտրություն հօգուտ մի դաշինքի, որը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, եւ այստեղ տեսեք, մենք նույնիսկ շատ խորը վերլուծություն իրականացնելու կարիք էլ չկա, հետեւյալ համատեքստում Եվրոմիությունում գնահատականները հետեւյալն են, որ անկախ նրանից, թե երբ եւ ինչպես կավարտվի Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև պատերազմը, անհրաժեշտ է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ճնշումները շարունակվեն, ինչը նշանակում է հետեւյալը, որ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ շարունակվելու են, ինչը նշանակում է, որ արտաքին ասպարեզում Ռուսաստանի Դաշնությանը փորձելու են զսպել, դա էլ իր հերթին նշանակում է, որ Եվրոմիության անդամ բոլոր պետությունները կամ այն պետությունները, որոնք ձգտում են դառնալ Եվրոմիության անդամ, իրենք պետք է սինխրոնիզացնեն իրենց արտաքին եւ ներքին քաղաքականությունը Բրյուսելից եկող հրահանգների հետ։ Դա իր հերթին նշանակում է հետեւյալը, ինչի մասին Ալեքսեյ Օվերչուկը երևի առաջին ռուս պաշտոնյան է, որ այս աստիճան բաց տեքստով խոսում է։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որովհետև իրենք են վերջնարդյունքում ընտրությունը կատարելու, ուզում են միանալ Եվրոմիությանը, իրենք պետք է հասկանան եւ պատասխանեն հետեւյալ հարցին. արդյոք իրենք ուզում են միանալ մի դաշինքին, որը Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիվ է տրամադրված, եւ այդ ագրեսիվ տրամադրված ասվածը սա պարզապես ձևակերպում չէ քաղաքագիտական, սա դրսևորում ունի եւ այդ դրսևորումը մենք տեսնում ենք ուկրաինական պատերազմի թաթերաբեմում։ Եվրոմիության մեր հարգարժան գործընկերները Ուրսուլա ֆոն դեր Լեյենից միջև կայակալս իհարկե հայտարարություններ անում են ի աջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության, բայց իրավիճակը կայանում է հետեւյալում. Ուկրաինան կատարեց ընտրություն թշնամանալ Ռուսաստանի Դաշնության հետ հանուն եվրոպական շահերի եւ դրա գինը վճարում է Ուկրաինան, դրա գինը վճարում է Ուկրաինայի ժողովուրդը։ Իրականում Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը հենց սրա մասին են, բայց այստեղ մենք պետք է նշենք հետեւյալը, որ անհրաժեշտ է Ալեքսեյ Օվերչուկի գնահատականները, ով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը եւ տնտեսական բլոկի համար է պատասխանատու եւ իր խոսքում, երբ որ նա մեկնաբանում էր Հայաստանի Հանրապետության համագործակցության հեռանկարները Եվրոմիության հետ, շատ էին գնահատականները ինստիտուցիոնալ համագործակցության վերաբերյալ, տնտեսական համագործակցության, տնտեսական շահույթի վերաբերյալ, մենք պետք է իր խոսքերը ընդհանուր գնահատենք նաև Սերգեյ Լավրովի գնահատականների խոսքերի համատեքստում եւ այստեղ մենք չենք խոսում այսօր Ալեն Սիմոնյանի եւ Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած այս դիվանագիտական փոխհրաձգության մասին։ Շաբաթվա սկզբին հրապարակվեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատասխանները լրագրողների մի շարք հարցերին, որտեղ անդրադարձ կար Հայաստանի հետ հարաբերություններին եւ կրկին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը նշում է հետեւյալը, որ իրենք շատ լավ հասկանում են, որ Եվրոմիության համար, որ պաշտոնական Վաշինգտոնի համար Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն մաս է մի տարածաշրջանի, որը խորթ է Եվրոմիության համար, խորթ է պաշտոնական Վաշինգտոնի համար, այլ Հայաստանը այն կետերից մեկն է, որը Ռուսաստանի համար կարող է ընկալվել որպես ցավոտ կետ եւ Հայաստանի Հանրապետությունը օգտագործելով ընդդեմ Ռուսաստանի Դաշնության
Եվ անելով այդ ամենը դիվերսիֆիկացման քաղաքականության հրապարակային խոսույթի համատեքստում պարզապես փորձում են Ռուսաստանի Դաշնությանը վնաս հասցնել։ Սրա մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասում էր, ու տեսեք, այստեղ մենք սրա վրա պետք է մի փոքր ավելի մանրամասն կանգ առնենք այս դիվերսիֆիկացիայի վերաբերյալ։ Ինչ են ասում ինչ են ասում Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Եվրոմիության իրենց գործընկերները, իրենք ասում են, որ այո, դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է, պետք է նույնիսկ ներկայիս անվտանգային համակարգի գոյության պայմաններում հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը եղել է, շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, որևիցե խոսույթ նրա մասին, որ դու կարող ես սառեցնել քո անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այդ խոսույթը ինքը իրավական առումով որևիցե արժեք չունի, որովհետև դու կամ ՀԱՊԿ անդամ ես, կամ դու ՀԱՊԿ անդամ չես։ Տեսեք, բայց իրենք ասում են, որ անկախ նրանից դու ՀԱՊԿ անդամ ես, թե որ դու պետք է դիվերսիֆիկացնես քո հարաբերությունները արտաքին գործընկերների հետ, ու դա արվում է մի իրավիճակում, երբ որ օրինակ Կայա Կալասը որպես եվրոպական դիվանագիտության պատասխանատու ղեկավար քննարկումների ժամանակ նշում է հետևյալը. Եվրամիությունը չպետք է ստեղծի իր առանձին բանակը պայմաններում, երբ դեռ գոյություն ունի ՆԱՏՕ-ն, որովհետև դա կարող է հանգեցնել նրան, որ Եվրամիության անդամ պետությունները կարող են երկու կրակի այսպես արանքում հայտնվել։ Կրկին ասենք, հարգելի հեռուստադիտողներ, այս թեման մենք անդրադարձել ենք, բայց հերթական անգամ ընդգծենք։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությանը իրենք դրդում են անել մի բան, որը չեն ուզում անել Եվրոպայում, այսինքն ունենալով անվտանգային համակարգ, իրենք դրդում են Հայաստանին, որ նա եւս մեկ այլ անվտանգային համակարգի բաղկացուցիչ մաս դառնա, բայց իրենք հրաժարվում են դա անել, հրաժարվում են Եվրամիության բանակ ստեղծել պայմաններում, երբ որ դեռ կա ՆԱՏՕ-ն։ Հենց սրա մասին է խոսում Ալեքսեյ Ավերչուկը, հենց սրա մասին է խոսում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր շաբաթվա սկզբին արած հայտարարություններով նաև ինչ է ասում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը, որ 102-րդ ռազմաբազան կամ ռուս սահմանապահները Հայաստանում նրանք երևույթ են, որը դու չես կարող անվանել պարզապես, չգիտեմ, հողի վարձակալություն։ Դա կարևոր անվտանգային տարր է ոչ միայն Հայաստանի անվտանգային համակարգի տեսանկյունից, այլ տարածաշրջանային անվտանգության համատեքստում ավելին սա պետք է հասկանալի լինի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եւ Հայաստանի քաղաքական եւ պետական վերնախավին։ Հայաստան-Թուրքիա սահմանը դա ՀԱՊԿ ՆԱՏՕ սահման է, Ռուսաստան ՆԱՏՕ սահման է։ Մենք կարող ենք իհարկե դրժել այս ձևակերպումները, բայց իրականությունը հենց այսպիսին է։ Եվ երբ որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը կամ Ալեքսեյ Օվերչուկը այս տեսակ գնահատականներ են տալիս, պետք է հասկանալ, որ իսկապես խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ որ ոչնչացնում է գործող անվտանգային համակարգը, չունենալով Եվրամիությունից հստակ երաշխիքներ առայն, որ իրենք կապահովեն Հայաստանին անվտանգություն, դա բերելու է նրան, որ տարածաշրջանային խաղացողների հետ Հայաստանի Հանրապետությունը մնում է մենակ, խոսքը վերաբերվում է Թուրքիային եւ Ադրբեջանին, որոնք ունեն ստորագրված Շուշիի հռչակագիր, որոնք սինխրոնիզացնում են իրենց բանակները, որոնց արտաքին քաղաքական նպատակները շատ դեպքերում նույնն են, եւ դրանք պետություններ են, որոնք այնքան էլ հանդուրժողաբար չեն վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը որպես առանձին պետություն մեր տարածաշրջանում։ Մտածեք այդ մասին։